Ժողովրդավարությունը այսօրվա հայտնագործած լավագույն մեխանիզմն է իր բոլոր թերություններով հանդերձ։ Չերչիլը լավ խոսք ուներ, որ ասում էր ժողովրդավարությունը ահավոր վատ բան է, համակարգ է, քաղաքական համակարգ է, բայց դրանից լավ մենք չենք դեռ ստեղծել։ Այսինքն դա է, ինչ որ կա, ամենալավը դա է կոպիտ ասած։ Դե ասում է գործիք չունի ժողովրդավարությունը, իսկ տեսեք, այն որ ասում են Ստալինը նավասնիետ։ Ստալինը գործիք ունի, տանում, կախում, սպանում, գնդակահարում։ Եթե ժողովրդավարության գործիքներից օգտվողները թույլ են, կարողությունների պակաս ունեն, դա չի նշանակում, որ ժողովրդավարությունն է դրանում մեղավոր։ Ժողովրդավարությունը ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ինքն իրեն պաշտպանելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու։ Ուղղակի գործող իշխանությունները պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտենան եւ այդ գործիքները կիրառեն, ավելի լավ կիրառեն։ Հիմա ի պատիվ իշխանությունները պետք է ասել, որ իրենք դիկտատուրայի ճանապարհով չեն ուզում գնալ եւ դա շատ լավ է եւ ընդհանրապես պետք է արմատախիլ արվի այդ դիկտատուրայի կորձ ձեռքի գաղափարը մեր գիտակցության միջից, որտեվ նայում ես, թվում է թե օրինակ նույն եկեղեցու այդ վերնախավում տիրող այդ կեղտոտ բարքերի դեմ պայքարող նույն այդ Արամ ուրեմն քահանան հանգել դու ասում է բանը պետք է կադրիվը կուզենայի կադրիվի պես մեկը լինի, հասկանում եմ քաղաքական գիտելիքները զրո են մոտ այդ մարդու, բայց պետք է չի ինքը չպիտի ընդհանրապես քաղաքականությունից խոսա, բայց նույնիսկ աշխարհընկալումն է, այո, նույնիսկ այդ առումով բավարար չի, որ ինքը քաղաքականությունից չխոսա, բայց ներքուստ ինքը աշխարհընկալումով ունենա այդպիսի մի ուրեմն կադրիվի կարիք, հա կներեք էլի Հիսուս Քրիստոսի հետևորդը չի կարող կադրիվի պես ղեկավար ուզենալ, հա չի կարելի Պիղատոսի պես կամ ավելի վատ, ասենք այնտեղ շատ ավելի Ներոն եւ այլ այդ կարգի ղեկավարների հետ կարելի է համեմատել Կադիրովին, ուրեմն չի կարելի այդպիսի ղեկավար տենչալ պետության համար։ Ժողովրդավարության արժեքը ինչու՞մն է, որ ինքը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին զգալ տեր սեփական երկրի։ Ոչ թե հպատակ, ոչ թե երկրորդ, երրորդ կարգի մարդ այն դեպքում, երբ որ մենակ դիկտատոր եւ իր շրջապատն է առաջի կարգի մարդ դառնում դիկտատուրայում, հա։ Ոնց որ Կադիրովն է անում այնտեղ։ Ալիևն էլ իր մոտ։ Եվ սա հիանում են, բոլորը հիանում են, ասում են, տեսեք։ Հիանալու բան չկա, Ալիևի հաջողությունը նավթի եւ այդ ֆինանսների մեջ է, այլ ոչ թե նրա մեջ, որ ինքը դիկտատոր է։ Հակառակ այդ դիկտատուրայի պատճառով ինքը հսկայական ռեսուրսներից է զրկում սեփական երկիրը, որովհետեւ երբ որ մարդ ամեն քաղաքացին իրեն տեր է զգում երկրի, ինքը ստեղծագործական ներուժը իր ամբողջ ծառայեցնում է երկրի զարգացման համար։ Կոպիտ ասած հավեսով, հաճույքով աշխատում է այդ երկրի համար։ Նախ չի մտածում այդ երկրից փախնելու մասին, որովհետեւ դիկտատուրաներում ինչքան պարկեշտ ազնիվ մարդիկ կան, կամ պայքարում են, կամ պայքարը եթե չի ստացվում, հիասթափվում են, կամ իրենց կոտրում են բերթերում, կամ իրենց հետապնդում են եւ այլ, մարդիկ շատերը չեն դիմանում, թողում փախնում են։ Եթե թույլ են տալիս։ Մարդիկ էլ կան, ոչ էլ պայքարում են, բայց զգում են, որ ստե ապրելու տեղ չի, թողում գնում են։ Այդ դիկտատուրաների հետևանքները դա է։ Իսկ ժողովրդավարություններում հակառակը պոտենցիալը մեծ է, եթե դու կարողանում ես ճիշտ կառավարել, իսկ Հայաստանը բարեբախտաբար այնպիսի երկիր է, որտեղ որ ստեղծագործ են մարդիկ, հա, եւ այսօր ինչ են ասում, արդեն այն դարաշրջանում ենք, որտեղ ոչ թե նավթն է առաջնային, ոչ թե ոսկին է, ինչ որ հումքային ռեսուրսներն են առաջնային հարստություն համարվում պետությունների, այլ մարդը եւ նրա մտավոր արժեքները, այսինքն մտավոր ունակությունները դա է այսօր արժեք, հա, նաև տվյալներն են ասում, հա, դատան, այսինքն գլոբալ դատան կամ տվյալները, որ նավթից ավելի թանկ է, բայց տվյալները ինչ է, տվյալները մարդու գիտակցության հետ կապված, մարդու հմտությունների, կարողությունների հետ կապված բան է, որը Հայաստանում շատ լավ հիմքեր ունի զարգանալու։ Եվ նման պայմաններում հանգարց էլի ինչ որ ուժեղ ձեռք մտնի, ով ուզում է լինի, ուզում է ինքնիշխանության ջատագով ուժեղ ձեռքը լինի, թե ինքնիշխանության դեմ պայքարող։ Ուժեղ ձեռքը, եթե օրենքի երկիր է, իրար հակասող բաներ են։ Իհարկե։ Նա կարող է լինել լավ ուժեղ ձեռք, բայց երկիրը լինի օրենքի եւ նա եւս այդ ձեռքը ենթարկվի օրենքների։ Ես չեմ հիշում, որևէ օրենքներից դուրս ուժեղ ձեռքի մասին եք խոսում դուք, որը դա վտանգ է։ Տեսեք, ես չեմ հիշում որևէ երկիր, կարող է բացառություններ են եղել, օրինակ ֆաշիստական Գերմանիան կարող է դրա տակ մտնել, երբ որ դիկտատուրան օրենքներով էր սահմանվում։ Այդ դեպքում օրենքները գրվում են, եւ չի բանանում, այսինքն հակասում է, հա, այդ իմաստով այն ժողովրդավարություններին, որտեղ որ կարող է դիկտատորը
գա օգտագործելով ժողովրդավարական օրենքները եւ հետո չփոխի այդ օրենքները իր տակ, ոնց որ Հիտլերը արեց։ Հիտլերը ժողովրդավարական օրենքներով եկավ ընտրություններով իշխանության, չէ, չնայած այնտեղ էլ հարցեր կան, այնց չի որ շատ սահուն ինքը ժողովրդավարական մեխանիզմ է օգտագործել, բայց հետո սկսեց փոխել օրենքները հակաիրավական դարձնել, որտեղ օրենքները կարող են լինել հակաիրավական։ Ինչ է նշանակում օրենքը հակաիրավական։ Դա նշանակում է, որ մարդու իրավունքին, ընդհանրապես իրավունքներին հակասող օրենք է, որը որ խախտում է մարդկանց իրավունքները, որը բայց օրենք է, որտեղ պետությունը իր մեծամասնությունով եկել է ինչ որ օրենք է ընդունել։ Հիմա նույնը, ասենք, Ալիևը որտեղ է գրել, որ ինքը պետք է հավերժ իշխի, այտենց բան չկա իրենց մոտ, բայց իրենց մոտ կա հակասություն այն սահմանադրության, այն օրենքների, որը գրած են, որը շատ դեպքերում նաև իհարկե հակաիրավական էլեմենտներ ունեն, բայց այդպես ուղիղ դիկտատուրա չեն սահմանում։ Այսինքն միշտ դիկտատորը հակասում է ինքն իր երկրում ընդունված օրենքներին եւ կարգին, ուղղակի ինքը կեղծում է այդ ամեն ինչը։ Հիմա ուզում եմ ասեմ, որ Հայաստանում դա իսպար պետք է վերածվի, որտեվ եթե մենք ապագան իրոք տեսնում ենք զարգացած հզոր պետություն, այդ հզոր պետությունը պետք է լինի բոլորիս պետությունը, բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, ընդ որում պարտադիր հայերի, այստեղ ալի եմ շեշտում, սա Հայաստանի քաղաքացի քաղաքական ազգի գաղափարն է, որը որ էթնիկ այլ խմբեր, կրոնական այլ խմբեր, աթեիստներ, բոլորն էլ ամեն քաղաքացի իր արժեքը իր տեղ ունենալու է եւ բոլորս միասին մենակ կարող ենք հզորացնել այս պետությունը, որտեւ եթե մեծ մասը մարդկանց իր ստեղծագործ ներուժը չի կիրառում պետության հզորացման համար, ամեն մեկը իր տեղում ստեղծագործ ներուժ պարտադիր չի գիտական ստեղծագործության մասին, ասենք արվեստի մեջ ստեղծագործություն, ոչ, ամեն մարդ իր արտադրության մեջ, իր բիզնեսի մեջ, ուսուցիչը իր տեղում, հա, ամեն մարդ բժիշկը իր տեղում, բոլորը իրենց ստեղծագործ, բայց նաև հայրենասիրական ուրեմն ջիղը կիրառում են։ Իսկ ինչ է հայրենասիրությունը։ Երբ որ դու զգում ես, որ հայրենիքը նաև քեզ է պատկանում։ Դա կարևոր բաղադրիչ է, ճիշտ է, կարող է դիկտատուրայում էլ լինի հայրենասիրություն, երբ որ մարդիկ հասկանալով, որ հայրենիքը բռնազավթված է, ինչ որ մեկի կողմից պայքարում են դրա դեմ, բայց ավելի արդյունավետ է, երբ որ ինքը ժողովրդավարության մեջ հանգիստ շնչում է, ազատության մեջ է իրեն զգում մի կողմից, օրենքներով պաշտպանված է իրեն զգում մի կողմից, բայց մյուս կողմից նաև զգում է, որ այդ պետությունը իրենն է։ Երբ որ ես տարանջատում եմ մտցնում ժողովրդավարական, արտախորհրդանական անդիմության եւ իշխանության միջեւ, ես նկատի ունեմ նաեւ այն, որ գործող իշխանությունը շատ զգուշավոր է իր քայլերը անելուց եւ շատ դանդաղկոտ է։ Եվ ինչը միշտ քննադատության առիթ է դառնում նաեւ իմ կողմից, նաեւ ժողովրդավարական շատ ուժերի կողմից։ Եվ այս ձեր բարձրացած հարցը հենց այդ շարքից է։ Իլյուստրացիան վաղուց էր պետք անել, վեթինգ էր պետք անել։ Հասկանում եք, այս խնդիրները, որ այսօր հիմա եկեղեցում առաջանում էր, լուծվելու են վեթինգի ճանապարհով, վեթինգի միջոցով։ Առանց այս նույնիսկ առանց լյուստրացիայի, եթե լյուստրացիայից շատ են վախենում, որ Ռուսաստանի հետ կտրուկ կսրվի հարաբերությունները, որտեղ իրենց ամբողջ այդ նախկին գործակալական ցանցերը պետք է բացահայտվեն, ու եթե բաց լյուստրացիա լինի կամ կոպիտ կոշտ լյուստրացիա լինի, բայց փափուկ լյուստրացիա կարող է լինել, բայց լավ, նույնիսկ եթե այդքան դժվար է, ճանապարհը ընտրել։ Վեթինգը չի չարեցին, որտեվ ինչ եթե մի երկու չինովնիկ այնտեղ մտել են Նիկոլ Փաշինյանի տոմարը, համոզել են, որ դա կարող է ինչ-որ հակասություններ ստեղծել դատական համակարգի հետ եւ այլն, դե ստեղծեցիք, թողեցիք դատական համակարգի մի զգալի մասը նախկինների ազդեցության տակ, չանելով վեթինգ, որտեվ մարդիկ երբ որ այդ հին կապերը գործում են, երբ որ իրանք սպասարկել են պատվերներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից, հրահանգներ են կատարել։ Դա վեթինգը ինչ է, վեթինգը մենակ ունեցվածքային բաները ստուգելը չի, այլ նաև վարքագիծը նախկինում ոնց է արել, եթե մարդ ճակատագրերը խեղել, դատավոր լինելով, քննիչ լինելով, դատախազ լինելով, կաշառքի դիմաց, վերևից ստացած հրանգների դիմաց, ոնց եք պատկերացնում, այդ մարդը հանգարց սրբադասվեց, հա, եկավ, որոշեց ժողովրդավարական երկրում դառնա արդար դատավոր եւ արդարադատություն իրականացնել։ Եվ հակառակը պայքարի գործիքները նորից եմ կրկնում, գաղտնալ լսում, նկարահանում, ոչ միշտ, ես չգիտեմ, օրինական, ոչ թե ոչ միշտ, այլ ոչ օրինական ճանապարհներով։ Հաստորեն մենք էլի նորից այդ նույն ժողովրդավարության եւ օրենքի երկրի թեմային ենք։ Տեսեք, այո, երբ որ քննչական մարմիններում կա պրոֆեսիոնալիզմի պակաս եւ այլ մեթոդներ չեն գտնում օրինականություն հաստատելուն, սկսում են կիրառել երբեմն օրենքի եզրին գտնվող կամ երբեմն նույնիսկ խախտող, որտեղ անձնական իրավունքի տիրույթը իրոք պաշտպանված է մեր օրենքներով։ Իսկ դա ոչ միտեղ տանող ճանապարհ է, համաձայն։ Այո, իսկ ավելի հեշտ չէ լինի վեթինգ լյուստրացիա անեք, միանգամից այդ մաքրենք եկեղեցին այդ դրանց ներկայությունից։